Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը։ Այդ առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Մղչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի էր բերվել Սրբի մասունքն ամփոփող Խաչաձև մասունքարանը։ Պատարագը հանդիսապետում էր Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Սրբազան արարողությանը ներկա էր Մասյացոտնի թեմի ողջ հոգևոր դասը համայնքի ուխտավորների հետ միասին։ Սրբազան պատարագը մատուցեց Տեր Եզնիկ քահանա Մարտիրյանը։ Հովհաննես Մկրտիչը քրիստոնեական եկեղեցու գլխավոր գործող անձերից է։ Նրա ձեռքով Հիսուս Քրիստոս մկրտվեց Հորդանանում։ Ըստ ավանդության Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերել Մկրտչի մասունքները եւ ամփոփել Մուշ քաղաքի մոտ գտնվող վայրում, ուր եւ հետագայում կառուցվել է նշանավոր Սուրբ Կարապետի վանքը։ Յուրաքանչյուր հավատացյալ աղոթքով Սրբին դիմելիս նրա բարեխոսությամբ արժանանում է Տիրոջ ողորմությանը։ Մենք հիմա գտնվում ենք Հինանց շրջանի մեջ, ընդհանրապես ամեն օր մեզ համար հիմա հարության տոն է եւ հարության այս տոնական շրջանի առաջին շաբաթ օրը նվիրված է Հովհաննես Մկրտչին, որտեղ Հովհաննես Մկրտիչը եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կարապետը, առջևից գնացողը, ճանապարհ բացողը, ինչպես հիշում եք, Սուրբ Ծննդից հետո էլ մեկ շաբաթ հետո մենք նշում ենք Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը, հիմա էլ կատարում ենք իր գլխատման հիշատակը, ինչը ճիշտ է, կարծեք թե գլխատումը, նահատակությունը բան է, բայց նահատակությամբ բարձրանում են ինչի, այն դիրքին, ինչի մեջ, որ Աստված պիտի փառավորի այդ սրբերին եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են ասում, կանացից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը չի եղել։ Սրբերի կյանքը եւ վարքը հայելի է եւ մեր ընթացքը վերանայելու պատգամ։ Հոգեվոր հայրերը խորհուրդ են տալիս նրանց օրինակը աչքի առաջ ունենալով անցնել կյանքի ճանապարհը։ Նամապարտ է աճել եւ ինձ մեղմանա։ Նրան կամ նա, այսինքն Քրիստոս, պետք է աճի, առաջ գա, ավելի լսելի դառնա, կենտրոնում հայտնվի։ Իսկ ինձ կամ ես պետք է նվազեմ, փոքրանամ։ Սա մեր այսօրվա Սրբի Սուրբ Հովհաննես Մկրտչի խոսքերն են, ի պատասխան այն հարցադրման, թե արդյոք դու ես Քրիստոսը, արդյոք դու ես Մեսիան, արդյոք դու ես Աստծու կողմից ուղարկված մեր փրկության համար։ Եվ Հովհաննեսը պատասխանում է իրականությունը ներկայացնելով, խոնարհվելով ճշմարտության առաջ։ Իր քարոզում հայ Ռուբենն անդրադարձավ հավատի զորությանը, հորդորեց ապավինել Աստծո կամքին, այն կարիքները, որ մարմնավոր են եւ ֆիզիկական, Տիրոջը փոխանցեք աղոթքի միջոցով, ասաց հայր Սուրբը, իսկ Սրբի մասունքներին հպվելով նախ եւ առաջ խնդրեք Աստծո արքայությունն ու արդարությունը, մնացյալը թողեք Աստծո կամքին։ Հովհաննես Մկրտիչը մեր այսօրվա անդրադարձի զանգվածն է։ Սրբազան պատարագի ավարտին հաղորդություն ստացող հավատացյալները հնարավորություն ունեցան համբուրելու մասունքագիր խաչը, բարեխոսություն եւ օրհնություն խնդրելով նրանից։ Մղչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին այս տոնին է վերահսկվել եւ օրը հռչակվել է եկեղեցու ուխտի օր։ Այդ առիթով եկեղեցու վերանորոգման բարերար Արգամ Աբրահամյանի ընտանիքը կազմակերպել էր մատաղի հյուրասիրություն։ Լիանա Չիչակյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։